Փառք Նժդեհին, խոսելու եմ ընտրությունների մասին վերաբերմունքից, տարբեր մարդկանց կամ քաղաքական ուժերի կամ նորաթուխ քաղաքական ուժերի, ովքեր խմորման շրջանում են եւ առհասարակ մեր գլխատված հանրությունից երկրորդ մասում կխոսեմ։ Ես շարունակում եմ զարմանալ այն մարդկանց վրա, ովքեր դեռ նոր հավաքում են կուսակցություններ բացեն, որոշել են որ բացեն ու արդեն ոչ միայն շեմից չեն խոսում, անցողիկ այդ 5% է կամ չգիտեմ միասնությունների համար 7% է, այլ 50 կամ պլյուս կամ մի քիչ մինուս։ Նախ ասեմ, որ նման իրավիճակում, երբ որ քաղաքական կուսակցություններ են բացվում, դա նշանակում է, որ հանրությունը պառակտվում է։ Օրհասական պահին պետք է համախմբվել, միավորվել։ Իսկ ամեն մի նոր բացվող կուսակցություն դա նշանակում է մի նոր պառակտում։ Իսկ սա նորից ռեժիմի ցանկությունն է։ Եթե այդ մարդիկ անգիտակցաբար ռեժիմի կամքն են կատարում, թե պատվերով են կատարում, բայց ես մի բան լավ գիտեմ, որ եթե օրհասական պահին նոր կուսակցություններ են ծնվում, նշանակում է քաղաքական դաշտը մասնատվում է, պառակտվում է, այսինքն համախմբում տեղի չի ունենում։ Էլ չասեմ անունները, չեմ ուզում անուններ բերեմ, որ ասենք ձեր մոտ չթվա, որ ես Հակակ Հարոզով եմ զբաղված, բայց մի բան օրինակ համեմատության կարգով ասեմ, իրենց հայտարարությունները ընտրություններին անցողիկ շեմը չէ, ելը միանգամից արդեն 50% հաղթելու ցանկացած քաղաքական թիմ, բացառությամբ ռեժիմին ծառայող, դա լինի Քոչարյանի ուժը, դա լինի Սամվել Կարապետյանի ուժը, դա լինի Նիկոլի այս բանդան, Սերժիկի բանդան կամ չգիտեմ ինչ ուզում եք ասեք, դրանք բոլորը բանդաներ են, եթե Պուտինահպատակներ են։ Եթե նրանք խոսեն ուրիշ տեղ կհասկանանք, որովհետև ընտրական հանձնաժողովն էլ է իրենցը, իշխանությունն էլ է իրենցը, տերն էլ է իրենցը։ Իսկ եթե ինչ-որ մեկը գալիս է այդպես խոսում է, կամ ինքը դրանց հետ կապ ունի, կամ էլ գլխի չի ուր է եկել։ Իր հայտարարությունը նման է, որ ասենք պատկերացրեք խմորը հունցել են, գունդ են արել, դեռ հələ փուրը չդրած, հացի տեսք չտված, փուրը չդրած, ինքն արդեն ասում է, հələ տեսեք ես ինչ հաց պետք է դառնամ։ Օրինակ։ Բայց փռնչին է, չէ՞, որոշելու, թե դու ինչ հաց պետք է դառնաս։ Քեզ երկար պահի կվառվես, քիչ պահի հում կմնաս։ Իսկ այդ փռնչին ով է։ Ռեժիմը։ Ռեժիմն է նկարելու։ Այդ որ բևեռը ասենք, սասնացորերը այս արդեն 20 տարի է այս համակարգի դեմ կռիվ են տալի։ Այն ժամանակ ոչ սասնացուր էր, ոչ էլ բևեռ էր, հա, Սարդարապատ, նախախորհրդարան, հիմնադիր խորհրդարան, այսպես տղաները կռիվ տալով եկել են։ Քաղաքական դաշտում գրեթե 20 տարի այն բանից Ռոբերտից սկսած կռիվ են տվել Սերժիկով, Նիկոլով, ընթացքում էլ մի անգամ էլ ապստամբել են։ Զենք են վերցրել։ 16 թվին, հիշում եք, որ Արցախն ուզում էին հանձնեն, զենք են վերցրել։ Անգամ ապստամբել են։ Ու էլի ընտրություններում չեն հաղթել, որ ժողովուրդը ոգևորվել, ուրախացել էր, սիրում է ժողովուրդը։ Որովհետև այդ փռնչին է, այսինքն այդ կենտրոնական դրական հանձնաժողովի նախագահան, իրենց մարդն է։ Ինչի բևեռն այսքան լուրջ ճամփա անցած, ասենք, չի ասում էլ ես այս ընտրություններին տեսեք ինչ եմ անում։ Լսել եք ես որպես բևեռի անդամ կամ որպես Խաչիկ Պողոսյան, ասեմ, ընտրություններում մենք հաղթելու ենք, բոլորին պատերով ենք տալու։ Ջան լուրջ է դա։ Դա նույնն է, որ դու ասենք գնաս միտեղ, ասենք, ըմբիշին ոնց են, չէ՞, մարդը հնարք է անում, այդ հակառակորդին գցում է, բայց քանի որ դատավորը այդ նրան է պաշտպանում, բալերը նրան է տալիս։ Դու գցում ես նրան է տալիս, դու գցում ես նրան է տալի։ Դու այդպես կարող ես գնալ ռինգում ինչ-որ մեկին հաղթել։ Չեք կարող։ Հասկանում եք։ Իրավիճակը այսպեսին է։ Եվ նման հայտարարություն անողներին ես ընդհանրապես կամ կասկածում եմ իրենց մտավորությունները, կամ էլ արդեն հասկանում եմ, թե իրենք որտեղից են գալի եւ Կրեմլը իսկապես անընդհատ պառակտիչ գործողություններ է անում, որ քաղաքական դաշտում միավորում չլինի։ Անընդհատ պառակտում է մեզ։ Եվ դա գիտեք ինչու է իրեն հաջողվում։
Հիմա տեսեք, ասենք Խաչիկ Պողոսյանն եմ ես, ասենք 14-րդ համայնքական շարժման անդամ, ազգային ժողովրդական բևեռի անդամ։ Ասում եմ ժողովուրդ ջան, մենք այս ծրագիրն ունենք, այս բանն ենք ուզում անենք ու մենք եթե գանք իշխանության երկիրը իսկապես երկիրը կփրկենք։ Մարդը լսում է Խաչիկ Պողոսյանին եւ ասում է, արա դե աթորի կռիվ անում էլի։ Ուզում է ինքը գա այդ բարձր աշխատավարձն ու բան պարգևավճարն ստանա։ Մեծամասնությունը, որտեվ ասենք այն փոգրամությունը ում հետաքրքիր է քաղաքականությունը, երկրի ճակատագիրը, ով լսում է Խաչիկ Պողոսյանին, լսում է մյուսին, ասենք կարաս, չէ, սրանք մի բան կարան անեն, կամ նրանք կարող են անել, կամ այս մյուսը չէ, կամ սա ստում է, կամ չէ ճիշտ է ասում, խելքի մոդիկ բաներ է ասում, չէ, դրա այդ զանգվածը շատ քիչ է։ Մեծամասամբ, ովքեր կենսական, ասենք խնդիրներ ունեն, կենսաղով ապրող մարդիկ են, նրանք միշտ փող են ամեն ինչ մեջ տեսնում։ Փող, աշխատավարձ, բարձր, կոռուպցիա, կաշառք, հասկանում եք։ Այսինքն Խաչիկի խոսքերը նրանց աշկերին տպավորություն է, որ ինձ ընտրեք կամ մի քիչ ես ապրեմ։ Այս հարցում ով է լուծում տվողը։ Ցանկացած այդ մարդու համար մենակ Խաչիկը չէ, ցանկացած։ Հանրապետական կուսակցությունից էլ խոսեն այդ կարծիքին է, դաշնակներից էլ խոսեն ինքը այդ կարծիքին է, բոլորի մասին այդ կարծիքին է։ Ով է այս մարդուն ուղղորդելու։ Մտավորականը։ Ով իշխանության չի գալու, բայց ինքը դեմք է։ Հանրության շրջանում հարգված, սիրված, չէ՞։ Կլինի մշակույթի գործիչ, կլինի արվեստի գործիչ, կլինի գիտության գործիչ, սպորտի գործիչ, հա, կապ չունի հեղինակություն, որը ազգային մտածելակերպ ունի, նա կարող է ժողովրդին ուղղորդել, ասել, օրինակ այս Պողոսյան Խաչիկը որ խոսում է, ասում է էս, սրա ասածը ճիշտ է, ժողովուրդ, այ նրա ասածը սխալ է, լավ կլինի ինքը, գնանք Խաչիկ Պողոսյանի կուսակցության ընտրենք, օրինակ, եւ ժողովուրդը կգնա այդ մարդու հետևից, որովհետեւ ինքը որպես մարդ իշխանության թեկնածու չի, ինքը չի առաջադրել իրեն, ասի ինձ ընտրեք, ես գալուս եմ, ինքը ժողովրդին, այսինքն գլուխն է ժողովրդի, ուղեղն է, բաղոր են այդ ուղեղները, չկան, ռեժիմը ոչնչացրել է իրենց, ոչ թե ֆիզիկապես է ոչնչացնում, խորհրդային միջան ժամանակ ֆիզիկապես ոչնչացնում էին, հիմա առնում են դրանց, կամ չեն թողում ձևավորվի, այդ մարդիկ լքում են երկիրը, խեղդում են տեղում, կամ դարձնում են իրենցից մեկը, հրճակավոր մարդ է, բայց դրած Նիկոլին է գովերքում, ասենք, հայ մարդուն ցեղասպանության մեջ մեղադրող Նիկոլին գովերքում է, իմիջիայլոց ասեմ, երբ որ երիտի թուրքերն իշխանության են գալի, նրանք էլ այսպես sense ոնց որ հիմա է 100 տարի առաջ ինչ կատարվել է անում են թուրքերը, նրանք էլ հենց հայերից խմբեր էին կազմում եւ եվրոպացիների մոտ տանում են այդ մարդկանց, ասում են պատմեք ձեր մասին, ասեք որ դուք խափեպա եք, որ դուք քոչվոր եք, որ դուք եկվոր եք, եսին որտեղից եք եկել, որ դուք առևտրական հարաբերությունների մեջ մարդկանց խափում եք, գցում եք, ձեր մասին։ Կարողանում են, հիմա Նիկոլը ոնց է ասում, ես բանը, այն ոնց է դուք ասեք Արևմտյան Հայաստան, Ադրբեջանը չի ասի Արևմտյան Ադրբեջան, այսինքն հավասարեցնում է։ Մեր տունը կիսում է տալիս ադրբեջանցուն, դերն էլ ասում են էն էլ է իրենը, եթե դու դենց ես ասում, չէ՞։ Այն ոնց է ասում, դուք ասում եք Թուրքի հետ ապրել չի լինի, բայց նրանք էլ ասում են հայ հետ չի լինի ապրել։ Դուք ասում եք Թուրքին մենք չենք մոռանա, նա էլ ասում է հային չենք մոռանա, հայ ինչը չեք մոռանա։ Ինչ է արել, որ չեք մոռանա թուրքեր, որ Նիկոլը դեն շեշտում է։ Հասկանում եք, այսինքն 100 տարի առաջ էլ Նիկոլներ եղել են։ Այդ որ ցեղասպանություն են արել, այդ Նիկոլների ասածն են հիմք վերցրել։ Կաշառել են։ Երեք թուրքերը մոտ 14 թե 12 հայ պատգամավոր են իրենց խորհրդարան մտցրել։ Ցուցադրական մտցրել են, տալ են դեղ, բայց ցեղասպանության ժամանակ առաջինը նրանց են գլխադել։ Այդ ինչի է ապրիլի 24-ը հենց ցեղասպանության շտագիր։ Այդ օրը մտավորականության զգալի զանգվածին այդ օրն են կոտորել։ Այդ օրը հայ մտավորականին, որը պետք է ուղղորդեր ժողովրդին։ Սրի են քաշել։ Հիմա չկա այդ մտավորականը, որ ասենք ասի ժողովուրդ, որ Խաչիկին լսեցիք, ճիշտ է ասում, կամ որ Խաչիկին լսեցիք, իրեն չընտրեք օրինակ, սխալ է ասում։ Չկա այդ մարդը։ Դրա համար մեր գործը դժվարացել է։ Սա է խնդիրը։ Տեսեք, եկեղեցին կարող էր դրան փոխարինել, բայց Գարեգինբն չի փոխարինում դրան։ Այնտեղ մի երկու, ասենք, մնացել են հոգևորականներ, որոնք դե կարգն է այդպեսին ենթարկվել եկեղեցուն, նշանակում է ենթարկվել կաթողիկոսին, ուրիշ ճար չունեն, իրենց կանոնադրության մեջ այդպես է գրված։
Բայց իրենք էլ են հասկանում, որ կաթողիկոսը իրենց դավաճանում է, բայց իրենք ընդհանուր հավատին չեն դավաճանում, մնում են կաթողիկոսի կողքին, ասել թե եկեղեցու կողքին։ Ինչ են անում այդ մարդկանց հետ։ Տանում են, ճնշում են, բանանում, հետն էլ ասում են լեզուն հետ կկտրենք, եթե բերանն հետ բացեցիք, ասեցիք, ինչի համար են կանչել, ինչ հարց ենք տվել, ինչ ենք արել։ Եվ նորից ժողովուրդը լուր է։ Որովհետև չկա այդ մտավորական, որ ժողովուրդ սրանք մեզ տանում են կոտորածի են նախապատրաստում։ Ինչպես երիտ թուրքերի ժամանակ, հիմա նույնպես մեզ կոտորածի են նախապատրաստում։ Եթե հանգարց աշխարհը այնպես խառնվի, որ Ալիևը կարողանա ինչ-որ մի բան անի, որ չնկատվի, հավատացեք կանեն։ Նիկոլը այդ ամեն պայմանները ստեղծել, ինքը այնքան է մեզ հեղինակազրկել, որ ասում է ես վախենում եմ, որ այս տեսակ երկրի վարչապետ եմ։ Այսինքն ուզում եմ այնքան հանցագործ պետություն է, որ սրա վարչապետ լինելը շատ վտանգավոր է։ Հիշեք նրա խոսքերը, տեսեք ինչ հիմքեր է տալիս թուրքերին մեզ ոչնչացնելու, կոտորելու։ Անգելեք դուք էլ Քոչարյանը թալանեց, Նիկոլը կալանավորեց, չկալանավորեց։ Այս բոլորը նույն խաղի մարդիկ են։ Բոլորը չի կարող Պուտինականը գալ, իրեն հրճակել ազգային ու ասել ես Հայաստանը կփրկեմ։ Ոնց ես փրկելու, երբ որ քո Պուտինը Հայաստան տեղը նեղա իրա, Հայաստանը վաճառել է թուրքերին։ Իսկ ոնց ես փրկելու։ Ավելի հեշտ է ստանալու դեպի Թուրքիա։ Քո տեր Պուտինն ասել է վերջ, դուք այլևս Թուրքիա եք, ես ճար չունեմ։ Հա, ձգձգում էր այդ առուցախը, ձգձգում էր։ Որ ասեք, երբ որ Ուկրաինայում հաղթի բրծնի, անմիջապես շուռ էր գալու, չէր տալու թուրքերին։ Բայց մենք էլ էլի լավոր չենք ունենալու, մնալու ենք էլի նույն ձևի ռուսի լծի տակ, ավելի վատ վիճակում ենք մնալու։ Բայց իսկապես չի կարողանում ինքը։ Հասկանում եք, ինքը մեզ տանում է կործանման։ Այդ բոլորին, այդ Սամվել Կարապետյան, Քոչարյան, բոլորին ստիպում է, որ խաղ խաղան։ Չի միավորվում ժողովուրդը, որտեղ քաղաքական դաշտում այդքան կենտրոններ են բացել, որ ժողովուրդը շփոթվի։ Այս է պատճառը, որ ժողովուրդը չի համախմբում։ Դրա համար սասնացրերը ապստամբեցին, որովհետև մտավորական անկախ մտածող մարդ չկա։ Ռեժիմը խորհրդամիության տարիներին նոր անկախ շրջանում էլ բոլորին ոչնչացրել են։ Եթե ֆիզիկապես չեն ոչնչացրել, եթե երկրից չեն արտաքսել, ապա բարոյապես առել են, մեկին մի պատվալ են նվիրել, մեկին մի գրասենյակ, մեկին մի արհեստանոց։ Մարզպետն ասում է, ես իմ բանով, իմ միջոցներով ասում եմ, մարդկանց բերել եմ բանի, պատարակի։ Մարդկա ասում են դուք միշտ եք պատարակալ, ասում եմ առաջ անգամ եմ եկել, ասում եմ բան չես եկել, քո կամքով ես եկել, ասում եմ հա, արդեն ստիպել են, ասել հանգարց չասեք, որ բերել են, հիվանդ տղեն, որ ասեց հիվանդ եմ, էլի ասել են արի եկել եմ, հիվանդանոց եմ եկել։ Դա մեծ աղմուկ հանեց, չէ՞։ Հիմա ասում են, որ ասել եք ձեզ բռնի ենք բերել, վերջ։ Ցույց պետք է տան, որ վարչապետն հետում է իբր բանի աղանդավորների հետ։ Դրանց այդ երգերը, դրանց այդ փարթիները, տեսել եք, որ այդ աղանդավորական այդ եկեղեցի էլ չեն դրանք, ես իմ շարժումների դրանց այդ հիմներն են, երգերն են։ Այն Արսեն Թորոսյան կա է, որ մարդանման էլ չի, որ երաժշտությունը դնում է հետը երգում էսի։ Դա այն լորեցված չգիտես ընչքի է։ Դրա էքու ворցնել չի երևում։ Զաբուն սատկմա։ Ու դու մեջանի էլ չի գալի։ Ինչևից է ժոր։ Ինձ թվում է ամենաճիշտը հեղափոխությունն է, որովհետև չկա մտավորական, որ ժողովրդին պետք է գործը անես, ժողովուրդը տեսնի, այսինքն եթե չկա այն մտավորականը, որ ժողովրդին համոզի, տանի քո հետևից։ Ուրեմն դու պետք է գործով դա ապացուցես։ Գործով, որ մարդը տեսնի, ասի, այդ չէ, սրանք ընդունակ են ու արեցին։ Ես իմ կարծիքն ասեցի։ Մնաք խաղաղությամբ։